Բան Առաքելյան 74-ամյա թոշակառումի կին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ձեր եւ քաղաքապետարանի եւս երկու պաշտոնյաների դեմ, որ Վարդան Ղուկասյանի ստորագրությունը կեղծվել է եւ իրեն պատկանող 450 մետր քառակուսի հողատարածքից 50 քառակուսի մետրը վաճառվել է մեկ այլ կնոջ։ Ու նաեւ դժգոհել է, որ հնոցավան փողոցի մայթ եզրերը զավթվել են, անընդհատ դիմումներ է ներկայացնում, սակայն ընթացք չի տրվում այս առումով։ Սա ինչ բողոք է, իրականությանը համապատասխանում է, չի համապատասխանում։ Միանշանակ չի համապատասխանում իրականությանը, բայց ընդհանուր առմամբ քանի որ նախաքննական փուլ է եւ ինչքան գիտեմ նյութերը փոխանցվել է հակակոռուպցիոն, չեմ ուզում այդ նախաքննության գաղտնի եւ այլն այդ տերմինոլոգիան խախտեմ, որ հետո իմ դեմ ինչ-որ բան օգտագործի, մի բան եմ ուզում բարձրաձայն ասեմ, ընդունելության ժամանակ կոպիտ վիրավորանքները հնչել, մեր բաժնի ժամանակավոր պաշտոնակատարների եւ ընդհանուր քաղաքապետարանի հասեին, որ կաշառակեր են, կոռումպացված են եւ այլն, եւ շատ տեղին էր իմ այսպես ասած դիտողությունը, նաեւ վրդովմունքը, ասեցի, որ չի կարելի մարդկանց աշխատանքը այդպես նստելմացնել, հետո մագարտակի հասնել, եթե ինչ-որ փաստերի կտիրապետեք, ինչ-որ բաներ գիտեք, խնդրեմ, կարող եք դիմել իրավապահ համակարգ, ոստիկանություն, դատախազություն, այլ մարմիններ, թող պարզեն, ովքեր դրա մեջ կա, պատասխանատվություն, բայց ես վստահ եմ իմ վրա, նաև որոշակի աշխատակիցների վրա մնացածներ, որ չկա այդպես բան։ Վստահ եմ նրանով, որ մեր կողմից եւ բևից է այդպիսի բան չի եղել, որ կոռուպցիա եւ այլն է, սրա մեջ նրա մեջ գոյություն չկա։ Ձերքերս մաքուր է, խիճս մաքուր է։ Դրա համար ասել եմ, խնդիր չկա, դուք ինչ գիտեք, ձեր իրավունքն է։ Թող կա, բարձաբանեք։ Մի բան էլ կուզեմ անդրադառնալ իմ տեղեկություններով, դա կարող եք դուք էլ բարձեք, իրավապահ համակարգը ավելի լավ գիտե, որ այդ կինը նախկինում զրպարտության համար դատապարտված է եղել եւ կարծում եմ այդ օրենքը մինչեւ հիմա էլ գործում է, տեսնենք էլի, սա ինչ է, հետո էլ մի ուրիշ բան էլ, կարող եք նաեւ դուք էլ լրագրողական հարցախույզ անել եւ տեսնեք, արդյոք այդ կինը պարբերաբար դիմումներ է ուղղում, հայտարարություններ է տալիս ու տարբեր կառույցների վրա, անհատների վրա եւ կտեսնեք այդ մարդու կարգավիճակը, թե ինքը իրոքից ինչ որ խնդիրներ կա, թե իրեն գործն է շարունակում։ Եկել էր ընդունելության ձեր մոտ։ Այո, միշտ եկել է, միշտ ընդունել են տարբեր հարցերով, որը օրենքի տառը թույլ է տալիս, անպայման լուծումը ստացել է, որը չէ պատասխանել է, որ հնարավոր չէ, այսինչ հանգամանքներից են ներում։ Փաստորեն ձեր հորդորով է եղել, որ դիմել է մարդը ոստիկանություն։ Ես ասեցի, եթե այդպես բարձր, այսպես քաղաքացիների կային ուրիշ նշված, հետո էլ չեմ էլ սիրում, որ զրբարդում են, ես այդ խոսքը ուղիղ ասում եմ, զրբարդանք է դա, երբ որ մարդը աշխատում է օրնիբուն հանուն քաղաքի, հանուն քաղաքացիների եւ նրան կաշառակեր են անվանում, դա անընդունելի է։ Դա շատ, այսպես ասեմ, պետական այրի համար ամենավիրավորական խոսքն է, երբ իրեն ասում են կաշառակեր։ Դրա համար ասել եմ, դե եթե 5 ունեք, գնացեք, թող զբաղվեն, պարզեն, թող պատասխանատվության ենթարկվեն։ Իսկ հնոցավանի այդ մայթ եզրերի զավթման հետ կապված, որ բողոք է ներկայացնում, դրանք ձեր ժամանակաշրջանում են ոչ միանշանակ, չգիտեմ ժամանակահատվածը, մեր ժամանակահատվածում չի եղել, նախկինում որ ժամանակահատվածում է եղել չեմ տիրապետում, ընդհանուր հարցին էլ այդպես այդտեղ խորը չեմ տիրապետում, թե ինչ հատվածի մասին է, ինչ զավթում է եղել, մեր ժամանակահատվածում այդպիսի խնդիրներ չկա։ Կարող է թերացումներ լինեն ինչ-որ հարցի շուրջ, կարող է եւ ավորինի ինչ-որ գործունեություն ծավալեն եւ աննկատ մնա, բայց չկա այնպիսի բան, որ քողարկվի, փակվի, աշխարհի։ Չէ, եթե անօրինություն է, ավորինություն է, անպայման պետք է արձանագրվի եւ համապատասխան գործընթաց սկսվի։ Դատարեցում
հասնում է դուշտուրանք, հասնում է նախազգուշացում, դիմում, պրոցես եւ այլն, այդ ամեն ինչը պահպանվի պետք է միանշանակ։ Հանձնարարականը այդպես է իջեցված։ Ու մնացած բաժիններին եւ քաղաքաշինություն, եւ իրավաբանական, եւ ապօրինի, եւ բոլոր բաժիններին օրենքի տառը պաշտպանելով պետք է մենք գնանք առաջ։ Ոչ մի անօրինական գործողություն չպետք է լինի, ոչ իմ մոդիկի, ոչ իմ եղբոր, ոչ մյուսի եւ այլն։ Բոլորը հավասար են օրենքի եւ իրավունքի առաջ։ Իսկ կան այլ բողոքներ, քանի որ ըստ ընթացակարգի ոստիկանությունը պարտավորվել է հակա կոռուպցիոն կոմիտե ուղարկել փաստաթղթերը ելնելով ձեր պաշտոնատար անձ լինելու հանգամանքից, երբևէ բախվել եք նման խնդիրների, բացի այս կնոջ դեպքից։ Չեմ հիշում նմանատիպ, անկեղծ եմ ասում, չեմ հիշում, որ երբևէ եղած այս տարի կեսվան տասքում չեմ հիշում նմանատիպ բան։